Զարգակային անևրիզմաները առհասարակ անոթի պատի արտափոքումներ են, ախտաբանական արտափոքումներ, որոնք պայմանավորված են անոթի պատի թուլությամբ։ Անոթի պատը նորմայում ունի 3 շերտ եւ անևրիզմաների պարագայում 1 կամ 2 շերտ, երբեմն նույնիսկ 3 շերտը բացակայում են եւ անևրիզմայի պատը ձևավորվում է հարակից հյուսվածքներով, դրանք կոչվում են կեղծ անևրիզմաներ։ Անևրիզման այո վտանգ է ներկայացնում, քանի որ ինքնին անևրիզման գրեթե ախտանիշներ չի առաջացնում, շատ հազվադեպ մեծ անևրիզմաններ են առաջացնում ախտանիշներ եւ հիմնականում պացիենտները հայտնաբերում անևրիզման, երբ որ լինում է արդեն պատրված, այսինքն բարդացած իրավիճակ եւ այդ դեպքում նոր հայտնաբերում է անևրիզման։ Հազվադեպ դրսևորումներն են իշեմիկ անցողիկ խանգարումները մեծ անևրիզմների պարագայում կամ ծավալային ազդեցությունը անևրիզմայով, այսպես կոչված հսկա անևրիզմաների պարագայում հնարավոր է առաջանալ ծավալային ազդեցություն որպես ուռուցքային process-ի նմանվող արտահայտություն։ Անևրիզմաները հանդիպում են բոլոր ճիշտ ասած բոլոր տարիքային խմբերում, հատկապես պիկը 45-ից 55 տարիքային խումբն է, որոնց մոտ ավելի հաճախ են վարորնազեղումներ եւ հայտնաբերում անևրիզմաները։ 20% դեպքերում առաջանում է 15-ից 45 տարիքային խմբում, շատ փոքր տոկոս մինչև 5% միգուցե ավելի փոքր հայտնվում են երեխաների շրջանում, որոնք հիմնականում բնածին, այսինքն այդ տարիքային խմբում է դրսևորվում կլինիկական ախտանիշները։ Պատրված անևրիզմանների պարագայում առաջանում է սաստիկ գլխացավ, կայծակնային, այսպես կայծակի հարվածի նմանվող, որը պացիենտների մեծամասնություն նկարագրում որպես իրենց կյանքի ամենավատ, ամենածանր գլխացավը, որը դեղորայքային ազդեցության չի ենթարկվում, հաճախ ուղեկցվում է գիտակցության կորստով, սրտխառնոց փսխումներով, որոշ դեպքերում էպիլեպտիկ նոպաներով եւ գիտակցական խանգարումներով։ Անևրիզմաների պատճառները տարատեսակ են, հիմնական պատճառը սովորութային է, ծխելն է, հիմնական ռիսկի գործոնը զարկերակային հիպերտենզիան, բարձր զարկերակային ճնշումը, որոնք կառավարելի գործոններ են, այսինքն հնարավոր է դրանց վրա ազդել եւ մենք անպայման պացիենտներին խորհուրդ ենք տալիս, եթե ունեցել են անևրիզմա, վիրահատվել են այդ կապակցությամբ կամ նույնիսկ չեն վիրահատվել, սակայն հսկողության մեջ են գտնվում, անպայման նվազեցնել այդ կառավարվող փոփոխվող ռիսկի գործոնները։ Հաջորդիվ հնարավոր պատճառներն են շարքցական հյուսվածքի հիվանդությունները։ Երեխաների նորածինների մոտ պատում է բնածին անևրիզմաները, որը առանձին խումբ է առանձին տարատեսակ անևրիզմանների, եւ մյուս պատճառները ալկոհոլի չարաշահումը, երիտասարդների մոտ հատկապես այսպես կոչված փողոցային թմրանյութերը, որոնք ցավոք սրտի բավական մեծ տարածում են գտել նույնիսկ մեր երկրում եւս, դեղորայքի ազդեցությունը, որոնք ունեն բարձր ճնշում առաջացնելու հատկություն, դրանք եւս պատճառ են հատկապես երիտասարդների պարագայում։